Ես ձեր ասածի նման չեմ մտածել, որովհետև ես ինքս Ղարաբաղյան շարժման ծնունդ եմ։ Ես չգիտեմ, եթե Ղարաբաղյան շարժումը չլիներ, ես քաղաքականությամբ կզբաղվեի, թե չէի զբաղվի։ Հանրային գործունեությամբ կզբաղվեի, թե չէի զբաղվի։ Եվ շատ կարևոր է այդ տրանսֆորմացիան ի վերջո ես երբ որ տարբեր մարդկանց հետ խոսում եմ, տեսեք ես խոսում եմ իրական Հայաստանի գաղափարախոսության եւ այլնի մասին, ես ասում եմ ես ուրիշների մասին չեմ խոսում։ Ես իմ մասին եմ խոսում։ Ես փոփոխությունը ես ուրիշներին չեմ կոչ անում, որ այդ փոփոխությունը տեղի ունենա։ Ես պատմում եմ իմ ընկալման փոփոխության մասին եւ այդ ընկալումն էլ այդ դավաճանության տրամաբանությունն էլ այդտեղից է գալիս, որ ըստ էության այդ խոսակցությունը իմ մեջ էլ կա, բա մի րոպե, բա դու Ղարաբաղի շարժման ծնունդ ես, հիմա ասում ես Ղարաբաղյան շարժում պետքա տեղի չունենա։ Այո, սա ռևոլյուցիոների էվոլյուցիան է։ Եվ իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց դրա մասին է, որ վերափոխումը ոչ միայն ամոթալի չէ, այլև կենսական անհրաժեշտություն է։ Եվ եկեք մենք մեզ հիշենք 2020 թվականի սեպտեմբերին, 27-ից առաջ սեպտեմբերի, եկեք մենք մեզ հիշենք 2020 թվականի նոյեմբերի 8-ին։ Եթե մենք այս էվոլյուցիայի ճանապարհը չանցնենք, մենք հիմա պետականություն չենք ունենա։